Դանիական արքայազնի Համլետի մասին պատմող Շեքսպիրյան ողբերգությունը Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը ներկայացնում են նոր մոտեցմամբ։ 1600-ականների սկզբին գրված պիեսի արդիականացված բեմադրության Համլետ կոլապսի ռեժիսորը ռուսական թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանն է։ Սա ռեժիսորի արդեն երկրորդ ներկայացումն է Շեքսպիրի Համլետի մոտիվներով։ Կարծում եմ չկա աշխարհում մի ռեժիսոր, ով չի ցանկացել անդրադառնալ մեծն Շեքսպիրի իմ կարծիքով ամենահանճարեղ ստեղծագործությանը։ Մեր օրերն են այն ամեն ինչ կատարվում է այսօր աշխարհում, մենք բարձրացրել ենք բեմ, արդիական թեմայը միշտ է եղել, բայց այսօր շատ ավելի սուր է, որովհետև կարծես երկրագունդը այսպես տագնապի եւ կալապսի մեջ է եւ գերպետությունները լուրջ մարտահրավերներ են նետել եւ պայքարում են թե ինչ կլինի, չգիտեմ, բայց մեր Համլետը դա արտացոլանքն է այն ամենի, ինչ կատարվում է այսօր աշխարհում։ Համլետի մոր կերպարում դերասանուհի Նարինե Պետրոսյանն է, նշում է փորձերի ընթացքում իր եւ ռեժիսորի արդյունավետ գործակցությունը պտուղներ է տվել, հանդիսատեսն ուրիշ կերտրուտ կտեսնի։ Դերի մոտեցման ուղիներ ենք ունեցել, բայց ես փորձել եմ տեղավորվել Սուրեն Շահվերդյանի ներկայացման ռեժիսորի պատկերացումների մեջ, թե ինչպիսին է նա տեսնում ընդհանուր պատմությունը եւ ինչպիսին է նա տեսնում մեզնից ամեն մեկի կերպարը։ Ինչպես նա մի անգամ ասեց, սա իմ պատկերացրած երազն է եւ սա իմ պատկերացրած Համլետն է, խնդրում եմ ինձ օգնեք, որ մենք կարողանանք հասցնել այս ամենը մինչև վերջ։ Դանիացի արքայազնին մարմնավորում է դերասան Գոռ Համբարձումյանը։ Համլետը մեր օրերում իրեն լավ է զգում։ Ըստ դերասանի սա ներկայացում է, որը նոր սերնդին կբերի թատրոն եւ կստիպի ինքնակրթվել ու ավելի լավ ճանաչել Շեքսպիրին։ Մշակութային առաջընթաց էլ պետքա գրանցել, չպետքա մնալ ինչ-որ ժամանակաշրջանների մեջ, իհարկե կլասիկան ինքը ընդհանուր իր տեսքով միշտ էլ ակտուալ է, բայց երբ որ այս նյուանսներն ու այս նրբությունները, այս երանգները տալիս ես, ինքը ավելի հետաքրքիր է դառնում, հանդիսատեսի համար, նոր հանդիսատեսի համար ավելի հաճելի է, նոր սերունդի համար ավելի հասկանալի է, քան, չգիտեմ, ծուռ բեմադրությունները։ Ի վերջո լինել թե չլինել, հանդիսատեսը կպարզի Համլետ կոլապս ներկայացման առաջնախաղին, փետրվարի 27-ին։ Յուրա Վահանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։